Եվ բոլոր մաքսավորներն ու մեղավորները նրա մոտ էին, որպեսզի լսեն նրան։ Փարիսեցիներն ու օրենսգետները տրտնջում էին եւ ասում. Ինչու է սա ընդունում մեղավորներին եւ ուտում նրանց հետ։ Հիսուս նրանց այս առակն ասաց. Ձեզանից ով է այն մարդը, որ երբ 100 ոչխար ունենա եւ կորցնի նրանցից մեկը, արոտավայրում չի թողնի 99-ին եւ չի գնա կորածի ետևից, մինչեւ որ այն գտնի։ Կդնի այն իր ուսերի վրա եւ կգնա տուն, կկանչի իր բարեկամներին ու հարևաններին եւ նրանց կասի. ուրախացեք ինձ հետ, որովհետեւ գտա իմ կորած ոչխարը։ Ասում եմ ձեզ, որ այսպես ուրախություն կլինի երկնքում մի մեղավորի համար, որ ապաշխարում է, քան 99 արդարների համար, որոնց ապաշխարություն պետք չէ։ Կամ ով է այն կինը, որ եւ 10 դրամ ունենա եւ մի դրամ կորցնի, ճրագ չի վառի եւ չի ավլի տունը փութով ու չի փնտրի, մինչեւ որ գտնի։ Եվ երբ գտնի, կկանչի իր բարեկամներին եւ հարևաններին եւ կասի. ուրախացեք ինձ հետ, որովհետեւ գտա իմ կորած ոչ դրամը։ Ասում եմ ձեզ, Աստծո օրհիշտակների առաջ այսպես ուրախություն կլինի մեկ մեղավորի համար, որն ապաշխարում է։ Եվ ասաց. մի մարդ 2 որդի ուներ։ Նրանցից կրտսերը հորն ասաց. հայր, տուր քո ունեցվածքից ինձ ընկնող բաժինը։ Եվ նա ունեցվածքը բաժանեց նրանց։ Քիչ օրեր հետո կրտսեր որդին փողի վերածելով ամեն ինչ գնաց հեռու աշխարհ եւ այնտեղ վատնեց իր ունեցվածքը, որովհետեւ անառակ կյանքով էր ապրում։ Եվ երբ ամեն ինչ սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղավ եւ նա սկսեց չքավոր դառնալ։ Գնաց դիմեց այդ երկրի քաղաքացիներից մեկին եւ սա ուղարկեց նրան իր ագարակը խոզեր արածեցնելու։ Եվ նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտղով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք այդ նրան չէր տալիս։ Ապա խելքի եկավ եւ ասաց. քանի վարձու աշխատավորներ կան իմ հոր տանը, որ առատ հաց ունեն, եւ ես այստեղ սովամա կորչում եմ։ Վեր կենամ, գնամ իմ հոր մոտ եւ նրան ասեմ. հայր, մեղանչեցի երկնքի դեմ եւ քո առաջ, այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու, ինձ վերցրու իբրև քո աշխատավորներից մեկը։ Եվ վեր կացավ, եկավ իր հոր մոտ եւ մինչդեռ հեռու էր, հայրը տեսավ նրան եւ գթած, վեր կացավ եւ վազեց նրան ընդառաջ, ընկավ նրա պարանոցով եւ համբուրեց նրան։ Եվ որդին ասաց նրան. հայր, մեղանչեցի երկնքի դեմ եւ քո առաջ, այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու։ Հայրը իր ծառաներին ասաց. անմիջապես հանեցեք նրա նախկին պատմուճանը եւ հագցրեք նրան։ Մատանին նրա մատը դրեք եւ նրա ոտքերին կոշիկներ, բերեք պարարտ եզը, մորթեցեք, ուտենք եւ ուրախ լինենք, որովհետեւ իմ այս որդին մեռած էր եւ կենդանացավ, կորած էր եւ գտնվեց։ Եվ սկսեցին ուրախանալ։ Իսկ նրա ավագ որդին ագարակում էր եւ մինչ գալիս էր եւ տանը մոտեցավ, լսեց երգերի եւ պարերի ձայնը եւ իր մոտ կանչելով ծառաներից մեկին հարցրեց. այդ ինչ է։ Եվ սա նրան ասաց, թե քո եղբայրը եկել է եւ քո հայրը մորթեց պարարտ եզը, որովհետեւ ողջ առողջ ընդունեց նրան։ Նա բարկացավ եւ չէր ուզում ներս մտնել, իսկ հայրը դուրս ելնելով աղաչում էր նրան։ Որդին պատասխանեց եւ ասաց հորը. այս քանի տարի է որ ծառայում եմ քեզ եւ երբեք քո հրամանները զանց չեմ արել։ Ինձ երբեք մի ուր չտվի, որ բարեկամներիս հետ ուրախություն անեի։ Երբ եկավ քո այդ որդին, որը քո ունեցվածքը կերավ պոռնիկների հետ, պարարտ եզը նրա համար մորթեցիր։ Հայրը նրան ասաց. որդյակ, դու միշտ ինձ հետ ես եւ ամեն ինչ որ իմն է քոնն է, բայց պետք էր ուրախ լինել եւ ցնծալ, որովհետեւ քո այս եղբայրը մեռած էր եւ կենդանացավ, կորած էր եւ գտնվեց։
այսօրվա կիրակին եւ ավետարանական այս հատվածը շրջադարձային է ամբողջ մեծ պահքի եւ ընդհանրապես ավետարանի եւ մարդու կյանքում։ Ինչի համար։ Որովհետեւ մինչ այս պահը նախորդ կիրակիների խորհուրդներին որ անդրադարձանք, մարդու երանավետ վիճակն էր, մարդու անկումներ, ինչպես մարդը հեռացավ Աստծուց։ Հաջորդ կիրակիները սրանից հետո ցույց տալու, թե մարդը ինչպես է կամաց վերականգնվում, այս խորհուրդներն ունի։ Այսօրվա կիրակին կարծեք ամեն ինչի կիզակետն է, մարդու դարձի գալու պահն է։ Այսօրվա կիրակի խորհուրդը ապաշխարությունն է։ Քանի մարդը չապաշխարի, չի կարող վեր բարձրանալ։ Այսինքն ընկած վիճակից կանգնած վիճակի գալու այսօրվա խնդիրն է։ Այսօրվա ավետարանական հատվածը եւ այսօրվա խորհուրդը սրա մեջ է։ Ավետարանն ինչ է ասում։ Ինչի Հիսուս այս 3 առակները պատմեց. կորած ոչխարի, կորած դրամի եւ կորած որդու։ Որովհետեւ ասում է Հիսուսի հակառակորդները, փարիսեցիները, դպիրները ասում են ինչու ես դու մեղավորների հետ շփվում։ Ինչ գործ ունես դու մեղավորների հետ։ Ինչի ես մեղավորներին ընդունում, նրանց հետ ուտում, խմում, շփվում։ Եվ Հիսուս Աստծո նպատակն է բացատրում։ Ասում է Աստված մեղավորների Աստվածն է։ Աստված չի եկել արդարների համար, Աստված եկել է մեղավորների համար։ Եվ մեղավորները կարիք ունեն փրկության, արդարը փրկության կարիք չունի։ Մեղավորը կարիք ունի մեղքերի քավության ու թողության, արդարը դրա կարիքը չունի։ Իրականի մեջ մենք բոլորը շատ լավ հասկանում ենք, որ արդար մարդ չկա։ Բոլորս մեղավոր ենք, բայց կան մարդիկ, եկեղեցում էլ կան մարդիկ, պատարագի եկող հաղորդություն ստացող, որ իրենց սրտի խորքում մեղավոր չեն համարում, արդար են համարում։ Ասում են ճիշտ է, բոլոր մարդիկ մեղավոր են, մենք էլ ենք մեղավոր, բայց մենք առանձնապես տենց լուրջ մեղքեր չունենք։ Լուրջ մեղքեր չենք գործել, մենք մեծ բաներ չենք արել։ Այսպես մտածող շատերը կան։ Դրա համար եւ թերևս այս փարիսեցիները, դպիրները Հիսուսի ժամանակվա հրյա կրոնական հոգևոր առաջնորդները իրենք էլ իրենց մասին այդպես էին մտածում։ Ճիշտ է, ասում են մենք բոլոր մարդկանց մեզ մեղավոր ենք, բայց հո մենք մաքսավորների պես չենք, հո մենք պոռնիկների պես չենք, հո մենք անօրենների, գողերի, ավազակների, մարդասպանների պես չենք։ Չէ, նրանք սոսկալի մեղավորներ են, նրանց հետ նույնիսկ շփվել չի կարելի, նրանց հետ հարաբերվել չի կարելի։ Այսպես էին մտածում։ Եվ Հիսուս Աստծո նպատակն է ասում։ Ասում է երկնքում մեծ ուրախություն է լինում, երբ մի մեղավոր ապաշխարում է։ Իր հին մեղավոր կյանքից հրաժարվում է եւ որոշում է կյանքը փոխել։ Մեղսալի ընթացքից հրաժարվում է եւ որոշում է կյանքը փոխել։ Կորած ոչխարի առակում ինչ է ասում Քրիստոս։ Ասում է մի մարդ, որ 100 ոչխար ունենա, մեկը կորի։ Հո չի ասելու լավ, կորավ, ոչինչ, 99 կա, չէ, ասում է 99-ը թողնի ապահով տեղում, կգնա այնքան ման կգա, մինչև այդ կորածին գտնի, կդնի իր ուսերի վրա եւ ուրախությամբ կվերադառնա տուն եւ կասի ուրախացեք ինձ հետ բոլորդ, որովհետեւ գտա իմ կորած ոչխարին։ Այս մարդը, որ մի ոչխար էր կորցրել, Աստված է, այդ կորած ոչխարը Ադամն էր, մարդն էր։ Չասեց լավ, հրեշտակների բազմություն ունեմ երկնքում, մարդը կորավ, թող գնա կորի, այսքան հրեշտակներ ունեմ, չէ, երկնքից իջավ երկիր, գնաց, որոնեց, գտավ կորած Ադամին, դրեց իր ուսերի վրա եւ տարավ երկինք մեր Տեր Հիսուս Քրիստոս։ Նույնը դրամների առակն է, ասում է, երբ որ միկեն մի 10 դրամ ունի, մեկը կորցնում է, ճրակ է վառում, լույս է վառում տան մեջ եւ սկսում ամբողջ տունը ավելով մաքրել, ավլել, մինչեւ գտնում է իր կորածը, երբ որ գտնում է ուրախանում է։ Նույնը էս էր, էլի Աստված ասում է, այս աշխարհը մաքրեց աղբից, մեղքի աղբից, որ գտնի կորած Ադամին։
եւ գտնի իր կորած դրամը, իր պատկերը մարդն է։ Եվ ասում է, էլի երկնքում մեծ ուրախություն է լինում, երբ մեկ մեղավոր ապաշխարում է։ Հիմա այսօրվա կիրակին այն մարդկանց համար է, որոնք իրենց իսկապես մեղավոր են համարում եւ շատ մեղավոր են համարում եւ մտածում են, որ իրենք կարիք ունեն ապաշխարության։ Ովքեր այդպես չեն մտածում, կարող են հիմա գնալ տուն։ Իրենց մասին չի ես ինչ որ էսի։ Հիմա պիտի ասենք, խոսենք։ Ուրեմն ասում եմ, մի մարդ երկու որդի ուներ։ Որդիները իրարից տարբեր էին։ Մեկը մեծը հանդարտ, հանգիստ, խելոք, աշխատող, չափած ձևած, տեղը տեղին, կրծերը շատ այդպես բուրըն, կրքոտ, մեջ արյունը եռում էր, ինչ արեց, մի օր եկավ հորն ասեց, հայր, քո ունեցվածքից ինձ ընկնող բաժինը տուր, ես արդեն հերիքա հոգնել եմ ստեղ, այս քաղաքում, այս գյուղում, գնում եմ աշխարհ տեսնեմ, գնում եմ իմ համար ապրեմ ազատ, ընենց ոնց որ ես եմ ուզում, չեմ ուզում քո օրենքների, քո դրած կարգ ու սարքի, քո տան հրահանգների մեջ ապրեմ։ Ես ազատ մարդ եմ, գնում եմ ազատ ապրելու։ Եվ ինչ արեց, հայրը տվեց, ինչ որ իրեն էր հասնում, ինքն էլ դրանք հավաքեց, վաճառեց, փողի վերածեց եւ գնաց օտարություն։ Գնաց, ինչ արեց, ազատ, անմիտ, անհոգ երիտասարդ, շատ փող ուներ, սկսեց անառակ կյանքով ապրել, ասում է ավետարանը։ Բսխեց, վատնեց, փչացրեց ամեն ինչ, կերուխումների, անառակությունների, գինարբուքների, չգիտեմ, ինչ կարող եք դուք էլ ավելացրեք։ Ավետարանը մի բառ ասում, անառակ կյանքով են ապրում։ Հիմա դրա մեջ ինչ է մտնում, մենք բոլորս կարող ենք պատկերացնել։ Եվ ինչ եղավ, բնականաբար, այդ ամեն ինչը մի օր պիտի վերջանար, եւ ինքը չքավոր դարձավ։ Այդ երկրում էլ սով ընկավ։ Գոյությունը չէր կարողանում պահել։ Օրվա իրական առումով օրվա հացի կարոտ մնաց։ Ապրելու տեղի կարոտ մնաց։ Եվ ինչ եղավ, ստիպված գնաց դարձավ խոզ արած։ Ավետարանը, որ ասում է խոզ արած, այդ նշանակում է ամենաանարգ բանը, որովհետև հրյա իրականության մեջ խոզը պիղծ կենդանի էր, խոզ պահել չէր կարելի, խոզ ունենալ չէր կարելի, խոզը ընտանի կենդանի չէր համարվում իրենց համար, պիղծ բան էր, եթե այդ մարդը գնացել է խոզը արած ասնում, ուրեմն ինքը ընկել է սոսկալի պիղծ վիճակի մեջ, սոսկալի ծանր ներքին հետին վիճակի մեջ, եւ նույնիսկ խոզ պահելով ինքը չկարողացավ իր գլուխը պահել, որտեղ սոված էր մնում, նույնիսկ խոզի կեր իրեն չէին թույլ տալիս ուտել։ Եվ այս վիճակի մեջ մարդը սկսեց հանկարծ մտածել, հիշել իր կյանքը։ Ես որտեղ եմ, ես ինչ եմ եղել, ես ինչերի միջով եմ անցել, ինչ եմ ունեցել եւ հիմա ուր եմ հասել, ինչու։ Եվ մարդ հասկացավ, որ ինքը սխալ ընթացքի մեջ է եղել։ Սխալ ընթացքի մեջ է եղել։ Մենք բոլորս այս պահերը քիչ թե շատ մտածել ենք եւ ապրել ենք։ Ինչու հայտնվեցինք այս վիճակի մեջ։ Ինչն էր սրա պատճառը։ Հորից հեռացած լինելը։ Իսկ հայրն ով է։ Աստված։ Աստծուց հեռացանք, Աստծուն ասեցինք լավ է, քո պատվիրանները ամեն ինչ լավ է բանը, բայց մենք էլ խելք ունենք, մենք էլ պակաս չենք հասկանում, մենք էլ կարող ենք մեր խելքով ապրել այս աշխարհի մեջ։ Դու տվել ես մեզ կյանք, լավ ես արել, շնորհակալ եմ, դու մեզ շնորհներ ես տվել, լավ ես արել, շնորհակալ ենք այդ ամեն ինչի համար քեզանից։ Հիմա թույլ տուր, որ քեզ քո կողմից մեզ տրված կյանքը, քո կողմից մեզ տրված իմաստությունը, խելքը, հմտությունները, շնորհները մենք մեր խելքով օգտագործենք։ Աստծուց հեռացած մարդը ո՞նց պիտի օգտագործի բարի, չի կարող լինի, որտեղ մեր Տեր Հիսուս Քրիստոսն ասում է մեկ է բարի, որ Աստված է, առանց Աստծո բարիք չկա, առանց Աստծո բարություն չկա, առանց Աստծո բարի ընթացք չկա։ Եթե դու Աստծուց հեռացել ես,
Աստծո տնից դուրս ես եկել, աստվածային կարգ ու սարքը, որ լուծ ես համարել, քո ուսերից դեն ես նետել ու փորձում ես ազատ ապրել, ճակերտավոր ազատ, դու արդեն հայտնվել ես չարի իշխանության տակ։ Եվ դու պետք է անես այն ինչ որ սատանան է քեզ թելադրում, որտեղ մարդը չի կարող ուրիշ վիճակում լինի։ Այն բոլոր մարդիկ, որոնք ասում են մենք ազատ ենք եւ իրենց համարում են Աստծուց ազատ, իրենք սատանայի իշխանության տակ են, իրենք չարի իշխանության տակ են, իրենք մեղքի կապանքների մեջ են գտնվում։ Որտեղ միակ ազատությունը Աստծով ազատությունն է եւ միայն Աստված կարա մարդուն ազատի։ Ուրիշ տարբերակ չկա, ուրիշ հնարավորություն չկա։ Եվ մեր Տեր Հիսուս Քրիստոսն ասում է այս որդին ընկավ շատ ծանր վիճակի մեջ, բայց Աստված մեզ միտք է տվել, հիշողություն է տվել, հոգի է տվել, իր պատկերն է մեր մեջ կանթեղել, այդ պատկերը մենք ինչքան էլ փակենք, աղտոտենք, մեղքերով մրոտենք, ծածկենք մեղքերի ստվար շերտի տակ, միևնույն է այդ պատկերը մեր մեջում կա, Աստծո ներկայությունը մեր մեջ կա, եւ այդ Աստծո ներկայությունը մեր մեջից ժամանակ առ ժամանակ խոսում է։ Մեզ հետ սկսում է խոսել։ Ամբողջ խնդիրը սրանումն է։ Մենք լսում ենք եւ անդրադարձ անում ենք, թե լռեցնում ենք։ Որտեւ երբ որ ինքը խոսում է, մեզ հանդիմանում է։ Եվ մեզ հաճելի չի հանդիմանություն լսել, մեզ հաճելի չի մեղադրանք լսել։ Եվ մենք շատ հաճախ այդ ձայնը մեր մեջից եկող լռեցնում ենք, որպեսզի չհանդիմանվենք։ Բայց երբ որ լսում ենք, այդ ձայնին արձագանքում ենք, մենք սկսում ենք ինչ-որ բաներ մտածել, փոփոխություն անել, փոխել մեր կյանքը։ Եվ այս տղան բարեբախտաբար լսեց իր ներսից եկող ձայնը, ասում է մի գիշեր նստեց, ինքն իրեն մտածեց եւ ասեց, «Էս ես որտեղից ուր հասա, ինչ էի եւ հիմա որտեղ եմ, իշխանի որդի էի, հարուստ մարդ էի, որոնը երանի էին տալիս ինձ, ես հիմա վերջին խոզարածն եմ դարձել, ուտելու հացի կարոտ, ապրուստի միջոցների զուրկ, որ սենք շարունակվի, մի օր սովամահ մեռնելու եմ այս անտերության մեջ»։ Եվ այս պարագայում մարդիկ տարբեր տեսակի լուծումներ են գտնում։ Մեկը կարող է ուղղակի ինքնասպան լինի, մեկը կարող է իրան տալ հարբեցողության, որ այդ իր ծանրությունը, իր վիճակի ծանրությունը իբր թե չզգալու համար կամ կարողանալ տանելու համար, մեկ իրան թմրամոլության, մեկ իրան չգիտեմ ուրիշ ինչ-ինչերի։ Բայց ճշմարիտ մարդը ինչ պիտի անի, Պողոս առաքյալն ասում է, ընկել ես, տես որտեղից ընկար նորից կանգնի։ Ոչ թե շարունակի մնալ ընկած վիճակիդ մեջ, այլ կանգնիր։ Եվ ինքը սկսեց մտածել, ես որտեղից ընկա։ Եվ այն օր ընկա, երբ որ հորս տնից հեռացա։ Ուրեմն ինչ պիտի անեմ։ Ճանապարհը մեկն է, վերադառնամ հորս մոտ։ Հեշտ է, շատ դժվար է։ Ամոթ է, ինչ երեսով գնամ, այս տեսքով ոնց ներկայանամ, որտեղ ես այնտեղից դուրս եմ եկել որպես իշխան։ Հիմա վերջին ցնցոտիավոր, կեղտոտ, գոմի հոտը վրաս կպած, հագիս կոշիկ չկա, հագիս շոր չկա, սոված, ծարավ, ես ոնց վերադառնամ, ինչ երեսով երևամ մեր գյուղում, ինչ երեսով երևամ հորս, բա այն մեծ կարողությունը, որ տարա փչացրի, դրա համար ինչ պատասխան պիտի տամ։ Ի վերջո ամոթը, եւ այս բաները մեզ շատ հաճախ հետ են պահում, բայց մի բան կա, Աստված միշտ ասում է, ուր ես Ադամ, երբ որ Ադամը մեղք գործեց եւ թաքնվեց Աստծո երեսից, Աստված այդ հարցը տվեց։ Աստված Ադամի տեղը շատ լավ գիտեր, բայց այս ուր ես Ադամը նշանակում է Ադամ, ես քեզ եմ փնտրում։ Ես քեզ եմ սպասում։ Ես քեզ եմ ուզում եմ, որ դու վերադառնաս ինձ մոտ։
Ուզում եմ, որ դու իմ երեսից չթաքնվես, ուզում եմ, որ դու հետ գաս, որտեվ ես քեզ սիրում եմ, որտեվ ես քեզ իմ պատկերով եւ իմ նմանությամբ եմ ստեղծել։ Ուր ես Ադամ, որովհետեւ ես պատրաստ եմ իմ կյանքը տալու քեզ համար եւ տվեց Աստված, որովհետեւ Աստված ամեն ինչ արեց մեզ համար։ Ուրեմն այս հանգամանքը շատ կարևոր է, որ մենք հիշենք, որ մենք ունենք մի սիրող հայր, որը անընդհատ մեզ է փնտրում։ Որտեղ էլ լինենք, ինչ վիճակի մեջ էլ լինենք, ինչքան էլ մեղավոր լինենք, ինչքան էլ ընկած լինենք, ինչքան էլ անարժան լինենք, Աստված մեզ փնտրում է եւ սպասում է մեր դարձին։ Էն էլ ոնց է սպասում, երբ անառակը վերադարձավ, հայրը ինչ արեց։ Նույնիսկ չթողեց իր խոստովանությունը մինչև վերջ ավարտի, խոսքը բերանի մեջ կիսատ թողած, գրկեց, համբուրեց, տարավ տուն, պատվի արժանացրեց, լողացեք, հագցրեք, իշխանական հագուստներ հագցրեք, մատանի դրեք մատին, բազմեցրեք գահի վրա իշխանական, եզը մորթեք, խնջույք ենք անելու։ Ինչու՞։ Որովհետև Աստված մեղավորի կորուստը չի ուզում, Աստված մեղավորի դարձը եւ փրկությունն է ուզում։ Եվ ինչ ասեց հայրը։ Հայրը մի բանաձև ասեց, մի երկու անգամ կրկնեց, ասեց, որովհետև իմ որդին մեռած էր, կենթանացավ, կորած էր, գտնվեց։ Աստծուց հեռացած մարդը մեռած է։ Հոգևոր առումով մեռած է եւ կորած է։ Դրախտում Ադամին ասեց, եթե այդ պտուղ ուտես կմեռնես, եւ Ադամը կերավ, այդ պահին Ադամը մեռավ, հոգևոր առումով մեռավ, որտեվ Աստծուց հեռացավ, կորավ երկնքի արքայության համար։ Հիմա Աստված ինչ է ուզում։ Ուզում է, որ մեռելները կենթանանան, հարություն առնեն, կորածները գտնվեն։ Աստծո միակ ուզածը էս է, ուրիշ բան չի։ Աստծո ամբողջ այս տնտեսությունը դրա համար է, որպեսզի մեռածը կենթանանա, կորածը գտնվի։ Եվ դրա համար Աստված ինքն իրեն չխնայեց, ինքն իրեն զոհաբերեց խաչի վրա, որպեսզի մեռածը կենթանանա եւ կորածը գտնվի։ Եվ դրա համար ինչ է պետք։ Աստված ինքը իր կողմից ամեն ինչ արել է։ Մի բան է պետք։ Մեղավորի դարձը, մեղավորի զղջումը, մեղավորի ապաշխարությունը, որ մարդը հասկանա իր մեղավոր վիճակը, գա Աստծո առաջ եւ ասի, հայր, մեղա երկնքի ու քո առաջ, մեղավոր եմ, արժանի չեմ որդիդ լինելու, գոնե որպես ծառա, որպես վարձկան ընդունիր ինձ, ինչպես ասեց անառակը։ Եվ հայրը պատրաստ է ոչ թե որպես ծառա ընդունելու, այլ որպես որդի, որտեղ մեզ բոլորիս Աստված որդեգիրներ կոչեց, որդիներ կոչեց, մկրտության սուրբ ավազանով մկրտվելով մենք բոլորս դարձանք Աստծո որդիներ։ Ծառաներ չանվանեց մեզ, որդիներ անվանեց։ Քրիստոսով մենք բոլորս Աստծո որդիներ դարձանք։ Հին ուխտի բոլոր մարգարեները, նահապետները Աստծո ծառաներ էին կոչվում։ Քրիստոնեական եկեղեցում մենք Աստծո ծառաներ չենք կոչվում, մենք կոչվում ենք Աստծո որդիներ։ Աստված որպես որդիներ ընդունեց մեզ։ Ուրեմն Աստծո ամբողջ ցանկությունը, ամբողջ իղձը, փափագը, ծրագիրը սրա մեջ է, որ մեղավորը դառնա, որտեղ ասում է, երբ որ մի մեղավոր դառնում է դեպի Աստված, ապաշխարում է, երկնքում մեծ ուրախություն է լինում։ Այստեղ մենք ուզում եմ սխալ չհասկանանք դառնալ դեպի Աստված։ Դառնալ դեպի Աստված դա դեռ չի նշանակում, որ մարդը արդեն փրկվեց։ Դառնալ դեպի Աստված նշանակում է մարդը իր կյանքի ընթացքը փոխեց, մեղավոր ընթացքից փոխեց ճշմարիտ ընթացքի, Աստծուն հակառակ ընթացքից փոխեց դեպի Աստված ընթացքի, իսկ թե ինչպես պիտի ընթանա, այդ մասին մենք պիտի խոսենք հաջորդ կիրակիների խորհուրդների մեջ, այսինքն դարձի եկած մարդը, մեղավորը որ դարձել է դեպի Աստված, անելիք ունի, ինքը հələ չփրկվեց, ինքը ինչ-որ մի ճանապարհ պիտի անցնի, ինչ-որ մի կյանք պիտի ապրի։ Այս կարևոր պահն էր, որ ինքը դարձավ, բայց այդ դարձը դեռ սկիզբ է փրկության ճանապարհի։ Այս առակի մեջ մի ծանր պահ կա, ավակ որդու խնդիրն է։ Ավակ որդին տնից չէր հեռացել։ Ավակ որդին միշտ հոր հետ էր ապրել։
եւ իր խոսքերին, որ տեսնում ենք, ինքը ինչ էր արել։ Ինքը ասում է երբեք ես քո ասածից դուրս չեմ եկել, հայր։ Ինչ որ ասել ես միշտ արել եմ։ Այսինքն մարդ, որը միշտ փորձել է ապրել Աստծո օրենքով, Աստծո պատվիրանով, պատվիրանը չի խախտել։ Այսօր շատ ու շատ մարդիկ կան, որ այդպես են։ Երևի աշխարհի մեծամասնությունը այդպես է։ Ինչ են ասում։ Ասում են, դե մենք նորմալ ապրում ենք, էլ ինչ անենք։ Ոչ մեկին վատություն չեմ արել իմ կյանքում, ոչ մեկի հացին վայիս չեմ եղել, ոչ մեկի տունը չեմ քանդել, մարդ չեմ սպանել, անառակություն չեմ արել, ես չեմ արել, չեմ արել, այսինքն մարդը մեղք չունի։ Մարդը նորմալ ապրել է։ Հետո էլ ասում Աստված ինձնից ինչ ա ուզում։ Այսքան բան արել եմ, ինչ պարտադիր է, որ ես էլ պիտի ավետարան կարդամ, եկեղեցի գամ, պատարագի մասնակցեմ, ես նորմալ ապրում եմ։ Թող մեղավորներ այդ բաներն անեն։ Ես այս վիճակը նմանեցնում եմ այս ավագ որդու վիճակին։ Բայց այդ ավագ որդին ինչ էր ասում հորը։ Նախ սրտի մեջ ծեր չկար։ Աստված ուզում է, որ այդ ամեն ինչը մեզ սիրո բերի, որ մենք սեր ունենանք իրար հանդեպ։ Տեսեք, երկխոսությունը հոր եւ ավագ որդու մեջ։ Հորը մի տեսակել մեղադրում է, ասում է քո այդ որդին, քո ունեցվածքը տարավ պոռնիկների հետ կերավ։ Հիմա դու խնջույք ես կազմակերպել իրան ընդունում ես։ Ինձ համար ընդունելի չի սա։ Ես չեմ գալիս այդ խնջույքին մասնակցելու։ Ավագ որդին այս դիրքի մեջ էր։ Եվ ասում է քո այդ որդին, հայրին է պատասխանում է։ Ասում է քո եղբայրը։ Այդ քո ասած ավագ որդին քո եղբայրն է։ Մենք էլ շատ հաճախ մեր աղոթքների մեջ կամ Աստծուն դիմելու մեջ այտենց ենք ասում ենք Տեր Աստված։ Այս քո զավակն է։ Դու սրան մի հատ խելքի բեր, դու սրան մի հատ սթափեցրու, դու սրան մի հատ ապտակիր, դու սրան մի հատ պատժիր։ Աստված ասում է, այ տղա, այդ ում մասին խոսում ես, դա քո եղբայրն է։ Դու պիտի չասես քո զավակը տա տենց արա, դու պիտի ասես իմ եղբորը օգնիր, իմ եղբորը զորացրու, իմ եղբորը օրհնիր, իմ եղբորի բարին առաջնորդիր, ոչ թե քո, այլ իմ։ Այս կարևոր պատվիրանն է, ասում է սիրիր քո Տեր Աստծուն եւ սիրիր քո եղբորը, ինչպես ինքդ քեզ ես սիրում։ Այս ավագ որդին չուներ այս սերը։ Թեև Աստծո հետ էր ապրում, բայց Աստծուց հեռացած էր ապրում։ Ավելի հեռու, քան կրտսերը, ասում է Շնորհք Պատրիարքը, որովհետև կրտսեր որդու հոգու մեջ սեր կար։ Եվ այդ սեր իրան հետ բերեց տուն։ Մինչդեռ ավագը ապրում էր հոր հետ, բայց առանց սիրո էր ապրում։ Օրենքի մեջ էր ապրում։ Ասում էր, «Էս է կարգ ու կանոնը, ես այս կարգ ու կանոնը պահել եմ, դրանից ենկոմ ինձ հետ գործ չունեք»։ Այդ չի։ Աստված չի ուզում, որ մենք այդպես ապրենք։ Եվ հետո ինչ էր ասում։ Ասում է, «Այսքան տարի հավատարմորեն քեզ ծառայեցի, բա մի հատ ու չտվեցիր ինձ, որ գնամ ընկերներից հետ խնջույք անեմ, իսկ քո անառակ որդու համար ամբողջ մի պարարտ գեր ես մորթեցիր խնջույք ես կազմակերպել»։ Այստեղ էլ խնդիր կա։ Եվ հայրը լավ պատասխանում է։ Ասում է, «Որդյակ, դու միշտ ինձ հետ ես եղել, ինչ որ ես ունեմ, ամեն ինչը քոնն է»։ Ոսկե հորթ էր կոչվում այդ ֆիլմը, խորհրդային ֆիլմ էր, գլխավոր հերոսը Օստապ Բենդերն էր, կհիշեք։ Վերջը ամբողջ ֆիլմի ընթացքում այդ Օստապ Բենդերը փորձում է, ուրեմն միլիոն ձեռք բերել, հարստանալ, ի վերջո կարողանում է։ Խարդախ ճանապարհներով, ինչ ճանապարհներով միլիոն է ձեռք բերում եւ մի քանի ընկերներ ուներ, որոնք իր հետ գործակից էին եղել այդ ընթացքում, ուրեմն օգնել էին իրեն տարբեր կերպով եւ ընկերներից մեկի անունը Շուրա էր, Բալագանով ազգանունով, որը մանր ժուլիկ էր, գրպանահատ էր, գող էր։ Եվ միլիոնը ձեռք բերելուց հետո գալիս է Շուրային տեսնում է,
տանմա Շուրային հյուրասիրում է եւ ասում է Շուրա, քեզ ինչքան փող է պետք երջանիկ լինելու համար։ Շուրան ասում է հիմա թե ամբողջ կյանքում։ Չէ, ասում է ամբողջ կյանքում։ Շուրան հաշվում, այն ինչ որ ասում է 5648 դրամ 38 կոպեկ։ Օստապ Բենդերը հանում է 50,000 դրամ չի, ներողություն, այն ժամանակ ռուբլի էր սովետական։ Օստապ Բենդերը հանում է 50,000 ռուբլի տալիս է Շուրային, այս Շուրայի լեզուն կապ անգնում։ Վերջը, դնում են գրպանները, հետո այս Շուրայի հետ պիտի գնան։ Դուրս են գալիս այդ ռեստորանից, նստում են տրամվայ եւ Շուրան մտնում է մեկի գրպանը, որ մի ռուբլի գողանա եւ բռնում են Շուրային։ 50,000 ռուբլին գրպանում, մի ռուբլի գողանալու համար բռնում են Շուրային։ Հիմա ինչի էս բանը պատմեցի այստեղ։ Աստված ասում է դու իմ հետ ես եղել։ Իմ ամեն ինչը քոնն է։ Դու մի հատ ուլ ես ուզում։ Քո ամբողջ ուզածդ մի հատ ուլ է, դու մի հատ ուլի կռիվ ես տալիս։ Ծիծաղելի չէ, մենք ենք ես։ Աստված մեզ երկնքի արքայություն է տվել։ Մենք ասում ենք ինչ որ բաներ դուր մեզ։ Ասում եմ ես ինքս քոնն եմ։ Դու իմ մեջ ես, ես քո մեջ եմ։ Աստված քոնն է, դու ինչ ես ուզում։ Ինչ է ուզածդ։ Աստծուց ինչ որ մի բան չենք ուզում, մենք Աստծուն պիտի ուզենք։ Եթե մենք Աստծուն հավատում ենք կամ Աստծու հետ ենք Իրանից ինչ որ մի բան խնդրելու համար, որպեսզի ինքը մեզ մի բան տա, ուրեմն մենք այս մեծ ավակ որդու վիճակի մեջ ենք։ Աստծուն ունեցող արդեն ամեն ինչ ունի։ Եթե Աստծուն չունես, ոչ մի բան չունես։ Դրա համար այդ ամեն ինչի մեջ մի հատ ուլի էր աչքը մնացել այդ մարդու։ Շնորհ Պատրիարքը այս առակը կոչվում է երկու անառակների առակ, ոչ թե անառակ որդու, այլ երկու անառակների, որովհետև մի անառակը գոնե դարձի եկավ, բայց մյուսի մասին չգիտենք, առակը ավարտվեց, այտենց էլ չիմացանք, ինքը հասկացավ, թե չհասկացավ, ինքը դարձ, եւ այս շատ կարեւոր է, կյանքում այտենց է, այն խիստ բացահայտ մեղանչած մարդիկ ավելի հեշտ են դարձի գալիս, քան այն մարդիկ, որ ոչ տակ են, ոչ սար, սենց էլի, առանձնապես մենք մեղք չենք գործել, ու տենց էլ կարող առանց դարձի գալու գնան այս աշխարհից կորեն, որտեվ իրանք ըստ իրենց մեծ մեղք չեն գործել, բայց ամենամեծ մեղքը Աստծուն չսիրելը, չճանաչելը, չունենալը, մարդուն չսիրելը, սեր սրտի մեջ չունենալը։ Աստված այս տարի էլ մեզ հնարավորություն տվեց մեկ անգամ եւս անդրադարձ անելու այս անառակի կիրակի խորհրդին։ Իհարկե, իմ խորին համոզմամբ մենք երկուսն ենք, թե ավակ որդին ենք, թե կրտսեր որդին, որտեվ մենք թե մեղանչել ենք սոսկալի եւ դարձի գալու կարիք ունենք, եւ թե մենք մեզ համարել ենք, որ Աստծո հետ ենք, բայց իրականում Աստծո հետ չենք եղել, որովհետև Աստծո հետ լինելով մենք մեզ ունենք ենք պահել, որ Աստծո հետ չենք։ Ուրեմն այս երկուսն էլ մեզ է վերաբերում։ Մտածենք այս մասին, խնդրենք, թող Աստված մեզ օգնի։ Այս մեծի պահոց շրջանը օգտագործելով գտնելու մեր մեջի թե կրտսեր անառակին, թե ավակ անառակին եւ դառնալու դեպի Աստված։ Թող Աստծո սերը, շնորհը, խաղաղությունը ամենքիս հետ լինի, ամեն։ Օրհնյալ Գեղեցիկ շնորհալ Սուրբ Հոգուն, երթայքի խաղաղություն եւ Տեր Հիսուս Քրիստոս եղեցին ձեզ ընդ ամենեսյանս ամեն։